Բարև Արտյոմ ջան։ Բարև ձեզ, անունս Արտյոմ եմ, ես Հայաստանից եմ, Կողբ գյուղից, Նոյեմբերյանի շրջանից, ժամանակավոր ապրում եմ Ռուսաստան։ Ինչ կցանկանայի մեր հայ ժողովրդին, որ միշտ խաղաղություն լինի, պատերազմ չլինի, մի քիչ լավ ապրեն, էլի մեր կենա ժողովուրդը։ Այս կազմակերպության մասին ինչ կարամ ասեմ, որ շատ լավ կազմակերպություն եմ, ուրախ եմ, որ ծանոթացել եմ այս ձևի մարդկանց հետ, իսկական հայասեր, պատրիոտ ժողովուրդ եմ։ Էլ ինչա ձեզ հետաքրքիր։ Դժվար էր պարապմունքները կրակելը։ Չէ, միգուցե առաջ օրը մի քիչ դժվարություն տեսանք, բայց դե դժվար չէ։ Դժվարը այնա, ինչ որ իրանք 90 թվերին են արել մեզ համար, որ մենք խաղաղ երկինք ունենանք։ Իսկ մեր պարապմունքը դժվար չէ, հետաքրքիր էր, շատ հետաքրքիր մարդիկ եմ տեսել, ծանոթացել, շատ ուրախ եմ, որ այս ձևի հնարավորություն եմ ունեցել։ Իսկ փորձը քո համար, որ ձեռք բերեցիր այս պարապմունքների, օգուտ քեզ կբերի, քո կարծիքը ո՞նց է։ Все-таки մենք ողջ մնալու արվեստ ենք կոչվում։ Այո, շատ հետաքրքիր էր մեր բժշկի լեկցիաները, ես այդ ամեն ինչ անցել եմ արդեն մի 10 տարի առաջ, բայց իր մեթոդիկան բացատրելով, իր գիտելիքը շատ հետաքրքիր է ու օգուտ է, կարող է կյանքում մի անգամ պետք է գա, բայց էլի շատ կարևոր գիտելիք է։ Ալպինիզմի դասերներ շատ հետաքրքիր, կրակային դասերներ օգտակար, իսկ ամենակարևորը իհարկե այս ձևի կյանք տեսած մարդկանց հետ շփվելն է շատ հետաքրքիր։ Դա ինձ համար ամենաուժեղ դասն էր այս ամբողջ 10 օրը դասերից։ Քո երազանքը ինչ վերաբերում է Հայաստանը, ոնց ինչ ձևի կուզենայիր դու մեր ապագան լիներ Հայաստանը եւ ընդհանուր հայ ժողովրդի։ Դե ինչ կուզենայի։ Կուզենայի լավ ապրեն, չխղճանան, շատ են ժողովուրդ խղճացած։ Կուզենայի հայ մնան, այդ երևի ամենակարևոր բանն է։ Հիմա ձգտում են դեպի Եվրոպա, Ռուսաստան, ուրիշ ձևի կյանքի են ձգտում, բայց ինձ թվում է մենք պետք է միշտ հայ մնանք։ Դե կուզենայի երջանիկ լինել, այդ ամենակարևոր բանն է ու շատանալ։ Այն Պարյուշ Սևակի հոտանավորի պես կանք պիտի լինենք եւ դեռ շատանանք։ Ապրես Հայկ ջան, քեզ էլ բարի ճանապարհ։ Գիտենք, որ այս երկու օրը թռնում ես Մոսկվա։ Սպասում ենք ընկերներիդ հետ նոր հավաքին, արդեն մի քիչ տակ եղանակի վաղ։ Շնորհակալություն։